այդ համաձայնագրում ունենք էական ձեռքբերումներ եւ արձանագրումներ, ինչպիսիք են օրինակ փոխադարձաբար ուրեմն տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանների անխախտելիությունը, ընդ որում տարածքային ամբողջականության ճանաչման մասին խոսելիս մեր մոտեցումն է եղել, դա հանրահայտ է եւ դա արտացոլված է մեր դիրքորոշման մեջ սկսած, օրինակ թեև ավելի վաղ էլ կարելի է դիտել Պրագայում հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած ուրեմն հանդիպման համապատասխան հայտարարության մեջ, որ տարածքային ամբողջականությունը պետք է ճանաչվի համաձայն կամ Ալմա-Աթայի 91 թվականի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է մեծ հաշվով, որ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունները եւ մասնավորապես երկրների միջև սահմանի օրինակ սահմանազատումը պետք է համահունչ լինի խորհրդային միության փլուզման պահին երկու երկրների միջև եղած սահմանին։ Այսինքն Ալմա-Աթայի հռչակագիրը ուղղակիորեն ասում է, որ երկրների որպես խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միջև եղած վարչական սահմանները ճանաչվում են իբրև միջազգայինորեն ճանաչված միջպետական սահմաններ նույն երկրների միջև։ Հիմա սա արտացոլված է համաձայնագրում սահմանների անխախտելիությունը ուժի կիրառումից եւ ուժի կիրառման սպառնալիքից խուսափելը կա, այսինքն ուղղակի արգելված է համաձայնագրով եւ բազմաթիվ այլ չափազանց կարևոր դրույթներ, ես ասեցի արդեն կարծեմ, որ որևէ բան այստեղ միակողմանի չի, բոլորը արվում է փոխադարձաբար, այո, ինչպես դուք նկատեցիք, սա չափազանց կարևոր հանգրվան է եւ շատ լավ հիմք է շարունակելու, ստորագրելու եւ գնալու առաջ։